կխոսես, իսկ ես հանգիստ կլսեմ։ Չգիտեմ ով է։ Չգիտես ով է ու անջատում ես։ Զանգում են ու չեն խոսում։ Ոչինչ, հեսա էլի կզանգեն։ Հեսա կիմանանք ով է։ Ալո։ Կարող է կոնկրետ հարցը տաս։ Ես ոնց որ դու ես հարցակնություն սարքում, հա? Բա ասում ես բան պատմի, ես էլ ասում եմ հարց տուր։ Լավ։ Ուրեմն պայմանավորվում ենք այսպես։ Իրարից նեղանալ չկա։ Սարիկը, քեզ, ինչքան է խոստացել, կամ ինչ է խոստացել։ Ալո։ Ով է։ Ինչ կա։ Զանգել ես։ Երևի սխալ եմ զանգել։ Որ սխալվում են 20 անգամ զանգում են ապեր։ Քո հետ եմ։ Չհասկացա։ Ես էլ չգիտեմ ինչի է զանգում։ Որ զանգեն չպատասխանես։ Մաման ինչ է խով։ Լիզ։ Հովարդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Ես չգիտեմ Ադելին ինչ ասեմ։ Նորություն կա։ Նորություն չկա, հերդ էլ չկա։ Ասացի չգնաս, կսպասես իրար հետ գնանք։ Ընդամենը 2 րոպեով դուրս եկա սենյակից, եկա տեսնեմ չկա։ Երևի չի համբերել։ Այսինքն մի րոպե էս կողմ կամ այն կողմ ինչ-որ բաներ փոխել։ Հալո։ Լավ։ Ինչ ա եղել։ Գործով էր։ Ես հորդ գտնեմ։ Ով խափեց։ Դու էլ հասկացար չէ որ խափեց։ Ալո։ Ուր ես։
Ես քեզ ասեցի սպասես, ուր ես գնացել։ Ինձ բաժամուկ է կանչել Վիգեն։ Ինչ է եղել Վիգեն։ Կասես ինչ է եղել, կխոսաս։ Տեղը տեսա։ Վիգեն ինձ բաժամուկ էին կանչել։ Դու ասեցիր մի արի, ինչ է եղել։ Քիչ թողեցիր որ գամ։ Ասա, խոսա, մի բան ասա, Վիգեն, ինչ է եղել։ Չասես, մենակ է չասես, Վիգեն։ Վիգեն։ Փողոցն անցնելուց մեքենա հետ կանգնել։ Հանցագործը մի շատ ուժեղ հատկանիշ ունի, արդարացնել իրեն ամեն գնով, համոզել իրեն ու բոլորին, որ ուղղակի ուրիշ ճանապարհ չի ունեցել, որ արել է այն, ինչ պիտի աներ, ես էլ էի այդպես մտածում, ես էլ էի վստահ, որովհետև մեղքը կարողանում է փաստաբան դառնալ, իսկ դու շատ արագ ես հավատում նրան։ Սկզբում հանցագործություն անում ես ոչ թե փողի, այլ սիրո համար, հետո վախի, հետո սովորության, իսկ մի օր արթնանում ես ու հասկանում, որ արդեն տարբերությունը չես զգում։ Ուրա մամաս։ Ոչ մի բան այնքան վախենալու չի, ինչքան որ մեղքը, երբ սկսում ես գիտակցել դրա հետևանքները, որովհետև բանտը պատեր ունի, անգամ գերեզման ունի պատեր, իսկ մեղքը ոչ, դու կարող ես փախչել քաղաքից, երկրից, դատավորից, նույնիսկ քո անունից, բայց ոչ այն մտքից, որ այն մարդիկ, ում համար պատրաստ էիր ամբողջ աշխարհը վառել, վերջում այրվեցին հենց քո վառած կրակի մեջ։ Երեք ես հանցագործ էի, որ փողեր նկարում, այսօր արդեն ինձ կարող են որպես մարդասպանի դատել ու ես ինքս ինձ արդարացնելու համար անգամ մի բառ չեմ ասի։ Պապ! Պապ, օգնեք! Պապ! Պապ! Թող ինձ Լիզա! Պապա! Թող ասում եմ։ Անդեր, սպասի! Պապ! Թող, Լիզա, թող! Սպասի։ Կուզես Լիզային ասեմ ինչ-որ բան բերի ուտելու։ Չէ, սոված չեմ։ Իմ համար ցավոտ է, որ մամաս չի բերում այդ ուտելիքը։ Ամեն առավոտ արթնանում եմ ու անկախ ինձանից մամա եմ ասում։ Գիտեմ ինչ ես զգում։ Հիմա չկա տենց բան, որ ասեմ թեթևանաս կամ դրանից ինչ-որ բան փոխվի։ Իմ մաման, որ մահացավ, մարդիկ ասում էին կանցնի, բայց ես ջղայնանում էի դրանից, որովհետև ես չէի ուզում, որ անցներ։ Կամ ինչ անցնի։ Բայց հետո հասկանում ես, որ մամատ չէր ուզի քեզ տխուր տեսնել, կուզեր միշտ ժպտաս,
ու այդ քեզ ուժ է տալիս ու իր խաթրը սկսում ես ապրել։ Առավոտ ջերմում էիր։ Հիմա չեմ ջերմում։ Հով, այնքան շնորհակալ եմ, որ իմ կողքն ես։ Իմ համար այնքան կարևոր է, որ դու ես դժվար պահին իմ կողքն ես, դու չգիտես ինձ ինչքան ես օգնում։ Եթե դու չլինեիր, ես կգժվեի։ Եթե ինչ-որ բան ուզես, Ադել, ես խոհանոցում եմ։ Լիզ, սուրճ կբերես ինձ։ Ուզում հասկանամ մամաս այդ օր ուր է գնացել։ Այդ քեզ ինչ է տալու Ադել։ Հով ես լրիվ մենակ մնացի։ Ադել, դու մենակ չես։ Պապատ, Լիզան, ես քո հետ ենք։ Մաման էլ է քո հետ։ Լուրջ եմ ասում, ես իմ մամայի ներկայությունը մինչև հիմա զգում եմ։ Գիտես, անկախ ինձնից սկսել եմ մամայի հետ ունեցած ուրախ պահերը հիշել։ Ու շատ ճիշտ ես անում։ Հիշում ես, որ մի անգամ մեր տուն էիր եկել։ Քեզ փակել էի պահարանում ու բանալին կորցրել էի։ Մամային էլ չի ասում, որովհետև գիտեի, որ կջուղել եմ։ Այդ մոռանալ չի լինի, Ադել աղջիկ։ Լավ, մամա շուտ եկավ, թե չէ մեռնելու էի այդ պահարանի մեջ շոկից։ Ով կօգնես մի քիչ ուղիղ նստամ։ Հա, իհարկե։ Ես քեզ այնքան շնորհակալ եմ։ Ես չգիտեմ առանց քեզ ինչ էի անել։